Բարև ձեզ սիրելի աշխարհայություն, դուք դիտում եք Arm Comedy-ին։ Քաղաքական եղանակը շարունակում է թեժանալ պոտենցիալ ընտրությունների շեմին, իսկ մենք կփորձենք մի փոքր, ոնց որ սառը ջրով պարզա ջրել այն։ Իհարկե, փաստերը վերջին ժամանակաշրջանում առանձնապես չեն ազդում մարդկանց կարծիքների վրա, բայց ամեն դեպքում փորձենք դրանք վայելել այս թողարկման մեջ։ Քաշեք մասուրի հյութն ու խոզի սուկին էկրանների դիմաց եւ դիտեք այսօրվանի մեջ։ Մի մոռացեք, որ խոզի սուկին 2 անգամ ավելի համեղ է, եթե լայքեք, զանգակեք եւ բաժանորդագրվեք մեզ։ Բայց մենք մոռացանք ասել, որ մայիսի 2-ին Մեծո ակումբում մեր նոր ստենդափն է, մի քիչ 18+ ահագին քաղաքական, բավականին թարմ, այնպես որ այս համարներով զանգեք, ռեզերվացիա եկեք, սպասում ենք։ Այդ տեղում կարող եք պատվիրել նաև սուկի։ Կա Մեծո սուկի տալիս, հա։ Խոզի սուկի կա։ Ես չէի բան ստորագրի սրատակ, մի խոսքով։ Ես երեխեքի ապագան իրենց հողում է։ Եվ մեր Մի քիչ այդքան համոզիչ չէր մոնտաժած ծափարությունները ոնց որ կողքից։ Այն որ ամենտեղ գրում էիք հաղթում ենք, հաղթելու ենք։ Այ ստոպ, էլի։ Ինքը հասկանում է, չէ՞, որ ինքը իշխանական падգամավոր է։ Մեծն գերագույն գլխավոր առաջնորդ Կիմ Չեն Փաշը կրկին մարզերում էր ու վերջապես խոսեց իր հրաժարականի մասին։ Վայ, արդեն բա մի քիչ էլ ոտը կաղկցեր։ Սիրգի։ Միշտ մոռանում եմ, որ ոչ բոլորն են ընկալում սարկազմը։ ապրիլի վերջին 10-օրյակում հրաժարական եմ տալու, որից հետո 2 անգամ խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, որից հետո ազգային ժողովը համարվելու է լուծարված եւ տեղի են ունենալու արտահայտ խորհրդարանական ընտրություններ։ Եվ ըստ պայմանավորվածության խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները եւ խմբակցությունների ներկայացուցիչները այդ ընթացքում վարչապետի տեխնացու չեն առաջադրելու։ Լավ, բայց sense ինչ-որ մի հատ ինտրիգ բան չկա, sense մի ցած ձանձրալի յատը սողորենքով բան ինչ-որ։ Հա, մի փոքր հետաքրքրություն է պետք մեր այս հայկական ժամանակում։ Մի հատ կուլիսային հեղաշրջում բան։ Հիմա շատ են ասում են, բա որ նրանք փորձեն այդ ընթացքում, չգիտեմ, իշխանափոխություն իրականացնեն պալատական հեղաշրջման։ Вообще ոչ մեկին չեմ լսել տենց բան ասի։ Ուղիղ 0 մարդ է տենց բան ասել։ Իրոք ինտրիգ չէ, ուզում հենա մարդը ինտրիգա բերում։ Ենթադրենք այդ ընթացքում թաքուն առաջադրում են Նայրա Զոհրաբյանին։ Բայց ինչու է Նայրա Զոհրաբյանին։ Որ անսպասելի լինի։ Ոնց է вообще հնարավոր ինչ-որ մեկին թաքուն առաջադրել, կարաս ինձ բացատրել։ Դե Փաշինյանը սիրում է սա հետաքրքրացնի, հենա Օնիկ Գասպարյանի մի հատ հայտարարություն արեց, դա արդեն ռազմական հեղաշրջում սարքեց։ Ну այդ մի ամբողջ Դիանա Գրիգորյանը կորում Փաշինյանի մեջ։ Բայց եթե որոշ քաղաքական ուժեր եւ շրջանակներ դուրս գան, ելի ուզենան ժողովրդին չհասնի ընտրությունը, դրան էլ հեշտ լուծում կա։ Խորհրդարանական մեծամասնություն ինձ նորից կընտրի վարչապետ եւ թեման կփակվի։ Այսինքն մենք բոլոր հնարավոր սցենարները հաշվի ենք առել։ Ну ընդհանրապես իմ քայլը ինքը ինչով է հայտնի, որ միշտ բոլոր սցենարները օտիդո հաշվարկում է։ Ну բացի քթի տակ սկսող պատերազմներից։ Դե այդ ընդհանրապես աննկատ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են ամիսներ առաջ, ով կմտածեր, որ դրանք Այո, վարչապետը նաև իր ֆիրմային լավատեսական խոսքը ուղղեց հավաքվածներին։ Եթե առաջ նա ասում էր, որ ելք կա, հիմա ասում է, որ ապագա կա։ Եթե միացնենք իրար, ստացվում է, որ չնայած մեր ելքի կա ապագա։ Մենք պիտի ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ապագա։ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա, այս երեխեք ապագա ունեն եւ այս երեխեքի ապագան իրենց հողում է։ Եվ մեր մի քիչ այդքան համոզիչ չէր մոնտաժած ծափարությունները ոնց որ կողքից։ Հետո նկատեցին, որ մաքսիմալ համեստացել են նախընտրական խոստումները Հայաստանում։ Եթե առաջ բարգավաճում, առաջընթաց, անվտանգություն էին խոստանում, հիմա ասես մինիմալի մեջ է։ Ապագա կա, հանգիստ ստրվեք տեղներից, հա։ Ապակա ընդհանրապես իմ քայլականների առանցքային թեմաներից մեկն է։ Այս հարցում մեզ փորձում էր ուբիդիտ անել падգամավորներից մեկը։ Ուբիդիտ, ասեն քննադատում ես, բան չասեցի, բայց ուբիդիտ։ Հավատա ամենատեղին բառն է։ 44 օր, որ հաղթում էինք,
Իրանք էին հաղթում։ Պատկերացնում եք, իրանք հաղթում էին, պարտվել ենք մենք։ Ու այդ մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից կներեք բառիս համար ու խոդվում են, իրանք մտածում են, որ այս ժողովուրդը իրանց հետ ապագայա կապելու։ Որ որտեղից սկսեմ։ Պետք է վիզ դնես ախպերս, ատ դուշի մի հատ Դե նախ 44 օր պարզվեց չենք հաղթում, այլ մեզ հարիվցնում էին, որ հաղթում ենք։ Հետո ոնց որ բանը կուրաժի տեղանք դրանից, հետո պարզվեց չենք հաղթում։ Պահում եմ, չէ՞, այդ լեքսիկոնը։ Ամեն անգամ զարմանում եմ դու ինչի падգամավոր չես։ Իտոգում մեր ախպոր ասած ուխոդ անողները իրանց փայ հողը չտվին, իսկ ուխոդ չանողները ոնց որ տվին։ Աչքերս որ փակում եմ, ոնց որ ազգային ժողով ելնեմ քո Լավ, կողքին։ արի, ահա, կտրվենք գաղջից մի քիչ մշակութային լուրեր դեպքի էպիկենտրոնից մեր անթրաշ թղթակցի կողմից գնաց։ Շատ կզռար, եթե միանգամից մեծն առաջնորդ Կիմ Չեն Փաշի արձանը դնեին Երևանում, այդ պիրիբոր կլներ, դաժե տենց իմ քայլում են դա հասկանում, այդ ոնց որ Իջևանում օքեյ է, Իջևանում նորմալ է, բայց Երևանում հələ շուտ է, հələ մի քիչ պետքա սպասել։ Բայց մարդիկ ովքեր ուզում էին հաջողանալ մեծն առաջնորդին, փոքրիկ սողանցք են գտել ու Բուենոս Այրեսի այգում կանգնացրել են Գանդիի արձանը։ Գանդին հիշում եք, որ հեղափոխության օրերին այս նույնականացնում էին, էլի Նիկոլ Գանդի տես փոքրիկ տես կոգնիտիվ կապ էին մեզ մոտ ստեղծում։ Հիմա իր արձանն է ստեղ դրած։ Ու եթե Գանդիի մասին ձեր գիտելիքները տեղավորվում են 1-2 նախադասության մեջ, օքեյ է, այնքան պուպուշ, ունիվերսալ, լավ դրական կերպարներից է։ Եթե մի քիչ ավել եք կարդում Գանդիի մասին, պարզվում է տենց քաղաքական առումով շատ հորի կերպար ա եղել, նեղ ինձիմ առումով էլի տենց խնդիրներ կան ու Աթաթուրքի շատ մոտիկ ոնց որ մարդկանցից է էլի եղել, տենց ֆինանսավորվել են Աթաթուրքից եւ այլն։ Ու հիմա Հայաստանում, Երևանում ապրիլի 24-ից մի քանի օր առաջ բերեցին, տնկեցին Գանդին, Աթաթուրքենց Գանդին։ Գանդին բերեցին տնկեցին։ Մի քիչ լավ չնչեց նարեկ։ Գիտեմ, շատ անպատրաստից էի, իմ համար վազում էի, մեկ էլ ռաստվեցի մեծ բրոնզե հայոց ցեղասպանությունը ժխտող Գանդի։ Գոնե երկիչ Անդի արձանը դնեին, էլի շատ վատ կլներ, բայց մի կերպ կմարսենք, բայց մեծ դժվարությամբ։ Արա Գանդի։ Հա, բայց հա, Այս երեխեն այնտեղ վազում է։ Բերում եք դեպը Գանդի եք դնում։ մշակութային լուրերը ակնհայտ է, որ մեզ մոտ չեն ստացվում, դրա համար եկեք անցնենք այն մյուսին։ Գնացինք։ Վերադառնանք ուրեմն մեր հին ու ոչ բարի քաղաքականին։ Ում մենք չենք ձեր կարծիքով պիտի սպայն դատացնենք, չենք կարողացել դատել, ամսի 20-ին դուք հունիսին կկարողանաք դատել, այդ հնարավորություն ունեք։ Դուք մեզ էլ դատելու հնարավորություն ունեք։ Մենք մեր ճակատագիրն էլ ենք ձեզ հանձնում։ Ճիշտ լսեցի, որ իր ճակատագիրը ժողովրդին է հանձնում։ Դե իհարկե ինքը ժողովրդի ծոցից է, ասենց երկու կուրծքն է ու ասես մեջտեղից ինքն է դուրս եկել։ Բայց ճիշտ եմ հասկանում, որ դա ասողը ու կառավարության մի մասնաշենքից կողքի մասնաշենք հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ գնացողը նույն մարդն է։ Չգիտեմ, այս մեկը դիմակով է, բայց ձայնը նման է։ Լավ, հիմա աճ պարարության ժամ Arm Comedy եթերում։ Երբ այս ֆոկուսը նկարեցինք եւ ուղարկեցինք Դեվիդ Կոպերֆիլդին, ապա նա անճարությունից կուչ եկավ Կլաուդիա Շիֆերի կողքը, գլուխը սենց հնեց ու սկսեց լացնել, ու սենց Իրանք չէին բաժանվել վաղուց։ նո ոնց որ դա քան կապ չունի, կարևորը որ ինքը լավ ֆոկուսնիկ է։ Ֆոկուսնիկ, հա։ Հայրը տենց են ասում։ 289 միլիոն դոլարի նվիրատվություն 92 թվականից մինչև 2018 թվականը 26 տարվա ընթացքում 2018 թվականից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար Բայց ախր հսկայական կործանարար պատերազմ եղավ, որ բոլորը համախմբվել էին, բոլորը մենք էլ կոչ էինք անում նվիրատվություն անել հիմնադրամին։ Չէ, դե այդքանը բնականաբար հասկանում է Փաշինյանը։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70%-ը։
Էլի ախր որովհետև մարդա մեկը ասեց կոռուպցիա էլ չի լինելու երբեք, բայց տարածքներ են Երևանում վաճառվում 10 անգամ էժան գնով առանց աճուրդի։ Մարդա մեկը խոստանում էր, որ այ հիմա լավ են կառավարելու երկիրը ու կանգնեցինք տնտեսական առաջ եւ վերջապես այդ փողը ոնց մտավ ու ձուլվեց բյուջեին, այդ ֆոկուսը ընդհանրապես ոնց որ ամենահզորն էր պատմության մեջ ու ով կարա գուշակի 21 թվից հետո ինչքան է հավաքելու հիմնադրամը կարող է ռեկորդային ցածր որտեղ բոլորը հիասթափվել են Որպեսզի sense ֆոկուսներ չկրկնվեն, պետք է նոր թարմ ուժեր։ Պետք են։ Իսկ Հայաստանում քաղաքական գարուն է եւ նոր ու թարմ ուժերի պակաս չկա։ նոր կուսակցություններ են Սնկի պես աճում են։ Այսօր մեզ համար իրոք պատմական օր է, այսօր Սիսիան քաղաքում բացվում է ազգի ձայն կուսակցության գրասենյակը եւ սա առաջին մեր գրասենյակն է եւ մենք սկսել ենք Սիսիան քաղաքից Քնես էլի Մգեր Արմենիան է Այո, Հայաստանի ձայնը կուսակցություն։ Հայաստանի ձայնը թե ազգի ձայնը Ինչ տարբերություն։ Էս էլ լավ երաժշտության կողմ կուսակցությունը ասենք թե Ոնց տեսնում եմ, այո, հավաքի բոլոր 20 մասնակիցները շատ ոգևորված էին։ Խնդրում ենք, որ հույսներդ մի կորցրեք, մեր երկիրը մենք շենացնելու ենք, մեր երկրից դավաճաններին հեռացնելու ենք, մեր երկրում ուժեղացնելու ենք հայի գենը։ Okay, ես ճիշտ նկատեցի, որ մի քիչ մասկիրովկա եղած Հայկ Բաբուխանյանն է մգերի կողքը։ Այո, ինչպես ասում են, 2 մինուս տալիս է պլյուս։ Երևի հույսով ենք։ Լավ, չեն կանգնում, էլի նոր կուսակցություններ են բացվում, ամեն մարդ կգտնի իրանը։ Ինտելեկտուալ Հայաստան կուսակցությունն ընտրություններին մասնակցելու որոշումը կկայացնի քաղաքական խորհրդի առաջիկա նիստի ժամանակ։ Բայց դզեց, որտեղ կարելի է անդամագրվել։ Մի րոպե, ծանոթացել ես գաղափարախոսությանը, նպատակներին։ Արա ինչ ձյոշ բաների հետևից ես ընկել։ Ուղղակի դզում է, որ հնչում է, որ հարցեն որ կուսակցությունից, կասեմ ինտելեկտուալ հայաստանցի եմ ապեր։ Եթե միանան ԲՀԿ-ի հետ կլինի բարգավաճ եւ ինտելեկտուալ Հայաստան, ոնց է։ Էլի լավ է։ Ազգ բանակ հայրենիք կուսակցության համագումարում Հայաստանի այսօրվա իրողությունների գնահատումն ու համապատասխան ելքեր, արմատական եւ համակարգային բնույթի լուծումներ գտնելն էր։ Համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Ես առաջարկում եմ իրանք միավորվեն ինտելեկտուալ Հայաստանի հետ ու կստացվի ինտելեկտուալ ազգ, ինտելեկտուալ բանակ, ինտելեկտուալ հայրենիք։ Մի ամբողջ ինտելեկտուալ ծաղկե փունջ։ Սերգեյ։ Չդիմացա դա պետք է ասվեր, մնացեք մեզ հետ։ Եվ այսպես քանի որ նախորդ աժելույթում գերագույն կործանիցը 5 հաղորդման նյութ տվեց, ոմանք էս մեկին պետք է անդրադառնանք, որ տեղավորվենք։ Բացի երկրորդ ու երրորդ նախագահներին դղյակաշինության մեջ մեղադրելուց, նա նաև անդրադարձավ առաջին նախագահին ու էլի տենց առանց սիմպաթիայի։ Իր նախկին թիմակից եւ երկար տարիների համախոհ Լևոն Տեր-Պետրոսյանին Փաշինյանը բարեկամաբար փորձեց ցեխը մտցնել։ Ինչքան սեր կա, չէ՞, այս լիդերի մեջ։ Ոչինչ, մս սաղ վատն են եղել միջև իրան։ Բոլորը։ Միակ սուրբը։ Պրոստեսից ինքն ամենակ լավը, հիմա ինչ անի։ Գծես չայ խմես։ Ես հիմա գաղտնիք բացեմ, ինչ ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին մեջբերում հողերը արդեն պետք է 10 Լևոն Տեր-Պետրոսյանի իդեալական պարոդիա։ Իդեպ սա ոչ միայն խոսքերն է նախագահի մեջբերում, այլ նույնությամբ ժեստերն է մեջբերում։ Հենց սենց մտավ Լևոնը կառավարական դաչա ու ասեց. Նիկոլ, հողերը արդեն պետք է 10։ Արդեն պետք է լսում ես, պետք է 10 հողերը։ Նիկոլել հյուրասել մարդ է, ասում է, պարոն նախագահ, մի հատ նստեք, մի հատ թեյ խմենք, չէ՞ որ երկար տարիներ ձեր ձախ ձեռքն եմ եղել։ Բայց Տեր-Պետրոսյանը ասեց, չէ, ժամանակ չկա, հենց հիմա շտապ հագնվի ու պետք է գնաս 10։ Նիկոլն էլ դե իմաստուն առաջնորդ է Նիկոլը, բնականաբար հարցրեց։ Իսկ ինչի դիմաց։ Ինչի համար, ինչպես։ Առաջին նախագահի պատկերացումը ամեն դեպս այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։
Ինչ շրջանակից։ Դե ուզում ասի Լևոնի ստանդարտ շրջանակից, ուղակի ցես մանյակի նման Լևոնը եկավ ու ասում է տուր, այդ հողերը տուր։ Բայց Նիկոլը չտվեց, չէ՞։ Խնդրում եմ, ասա որ Նիկոլը չտվեց։ Բարեկամս, իհարկե չտվեց, Դանիկ ջան։ Նիկոլը Ջորջ Վաշինգտոնի առաջին երթնակալության հպար դեմքի արտահայտությամբ ասեց. ես հող տվող չեմ, ես Ղարաբաղի հարցը սկսում եմ իմ սեփական հաղթական կետից։ Ну, բայց վերջում խայտարակ ձևով տվեց։ Վերջում հա։ Ինչևէ շատ անսպասելի էր Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի արձագանքը։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է։ Ուզում եք ասեք այն մարդը, որ ասում էր ունենք կործանիչ ավիացիա, բայց պարզվեց չունենք, այն որ ասում էր Իսկանդերը 10%-ով ապայթել, բայց այն որ ասում էր չկասկածեք իմ հրամանատարական ունակությունների վրա, այդ սուրբ մարդը կարա սուտ խոսա, հա։ Գիտեք ինչ, սուտը ու Փաշինյանը երբեք նույն սենյակում անգամ չեն եղել։ Ինչքան ուզում ասի, մենք չենք հավատա, մենք մեր վարչապետի կողքին ենք։ Բայց դե թող մեկ չեմ մանրամասնի։ Թող ինչ ուզում են ասեն, հանգիստ մանրամասնեք Լևոններով։ Եվ այդ ստելու կարողությունը հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունը դա իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ եւ այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ։ Ինչ դիվանագիտություն, ինչ հաթե ԵԱԿ Մինսկի համանախագահ Պոպովը հա մի անգամ ցեխը մծրեց Նիկոլին ասեց, որ սուտ խոսանա ձեր երկրի առաջնորդը մի անգամից հոп, շատ կներես, էլի, այդ հայտարարությունից արդեն քանի ամիս անցել է, իսկ Հայաստանում սուտը ոնց որ մի շաբաթից մոռացվում է ու դառնում է այս մշուշոտ ճիշտ։ Ու вообще ինչ տարբերություն ճիշտ է խոսում թե սուտ է խոսում, կարևորը արդյունքում սենց դեմքի արտահայտությունը հայտնվում մարդկանց վրա։ Ազատություն ռադիոկայանի Լեյլա Տատու դեմքին ժպիտ չեր հայտնվի, եթե չլներ այդ սուտ ամենը։ Հիմա դեր ժպտում է, տեսնես Լեյլա Տատի։ Լեյլա Տատի, իդեպ իր կանոնը Վրանուհի, վստահ եմ պախոտ գնալուց վերցնում են իրան միշտ իրանց հետ։ Եթե վերջին ամսվա մեջ փորձել է ձու կամ ձեթ առնի, վստահ եմ, որ ժպիտը սրբվել է տոտալ դեմքից։ Այսօր գիտես ելակը ինչ արժեր։ 3500 դրամ։ Լավ, բա հիմա ինչ է առաջարկում Զուրաբյանը։ Եվ մենք առաջարկում ենք ուղղակի եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, չգիտեմ, եթե մեջ առավել եւս որ ինքը ասում է մեջ բերում, այսինքն նշանակում է, որ ինչ որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է։ Հա, բայց մարդը հստակ ապացուցեց, հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ժեստիկուլյացիայով մեջ բերեց։ Արդեն հողերը պետք է հանձնես։ Դե լավ, այդքան նման չէր առաջին նախագահային խոսքը։ Ոայ։ Հողերը արդեն պետք է 10 Ապացույցին հավասար պարոդիա է, տեսնում ես։ Okay, well, մի թեմա էլ կա, որին Փաշինյանը անդրադարձավ, ուղղակի շատ ցավալի թեմա է, դրա համար վստահ չենք անդրադառնանք, թե չէ։ Ուղղակի ոնց որ իր կերպարը անավարտ կլինի, եթե այս մասը անտեսենք, որտեղ Փաշինյանը խոսում է պատերազմի զոհերի մասին։ Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն ես արտահայտությունը անելու համար, պլյուս մինուս 50։ Դե լուրջ չգիտեմ։ Ну ասեց ներողություն։ Ну իհարկե, պրինցիպի ներողություն ասեց, որ տենց հորի ձևով արտահայտվում, բայց մեկը տենց հորի ձևով արտահայտվեց։ Սա չենք մեկնաբանի, անցնենք առաջ։ Նախագահից ինչ կա։ Նախագահը զբաղված է հանգիստ թող նախագահին ինքը զբաղված է։ Մի խոսքով ինքը կա։ Մի այլ ձև կա։ Այ Քերեմյանից վաղուց ձենձուն չկա։ Մի վախեցի տաշած Քերեմյանը գերն ինչի մնա, իսկ այս ընթացքում իմ քայլական վերադառնանք Վաղարշակ Հակոբյանը շարունակում է շփեղել ու շփեղել։ Հարգելի գործընկերներ, այն որ
ամենտեղ գրում էիք հաղթում ենք, հաղթելու ենք։ Այ ստոպ, էլի։ Ինքը հասկանում է, չէ՞, որ ինքը իշխանական падգամավոր է։ Ունդեղ արդեն տոտալ հովիկ աղազարենացում է տեղի ունենում։ Բայց մունաթ է գալի հաղթելու ենք գրողների վրա, ինքը։ Սպասի, ես ատես ոնց է ֆրծնում ու կապում նախկիների հետ։ Հաղթում ենք, հաղթելու ենք։ Չգիտեիք, որ այդ զինվորների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու փոխարեն զինվորներին սոված էին պահում ու ամիսներով ուրիշի տան շինարարության վրա էին աշխատացնում։ Ու ձեռքները 80-ականների զենքեր։ Մի տեսակ ոնց որ հակա Նիկոլական է խոսում, չի ջոգում, որ արդեն 3 տարի է բանակը բարեփոխել է Նիկոլը, եւ 80-ականների այդ ամոթալի էջը վաղուց ինքը փագել է գեր ժամանակակից կորցանից ավիացիայով։ Դե կարևորը որ ընդդիմության դեմքին թռնում է Կալիֆոռնիան Ամերիկայից փոկած ու Հայաստանին միացրած նեյրո վիրաբույժի դեմքի արտահայտությամբ։ Ուրիշ։ Մեզ նոյեմբերի 9-ից հետո հիմնականում մի բանի մեջ են մեղադրում։ Չէ, լավ, չէ, արդեն լավ չի, մի բանի մեջ են մեղադրում, Չափազանց հանդուրժող ու ներող մարդկային տեսակ ունենալու մեջ են մեղադրում։ Եկեք Boeing-ով բարձրացրենք, հա, չիմացաք բա Boeing-ի հետ կապված, բայց չիմացաք գտան Boeing-ը։ Չէ, գտան թար նախարար, ով կպատասխանի Boeing-ի հարցին։ Մեր բոլոր մարմինները, դեսպանությունը, նաև մեր աշխատակիցները երկար ժամանակ գտնվում են այնտեղ, տեխնիկական թերություններ կան կապված ինքնաթիռի սարքին լինելու հետ։ Ինչ ա եղել այդ ինքնաթիռ։ Թևերը չկան Boeing-ի ապես։ Օժո, պապա, դու կապեն պոչից բերեն պոչը։ Պոչից չէ, պոչն էլ չկա, Ռասկոլա չի տնայել պոչը Boeing-ի։ Ինչ որ բան մնացել է խադավոյը Boeing-ի կա գոնե։ Բարի հիշատակն է մնացել, Boeing-ի բարի հիշատակը կա։ Ու վերջ, հա։ Քիչ չեմ հասկանում, այ քեզ բան։ Ու вообще Պապիկյան, մի հատ էս թեման փագենք ջրենք։ Հայաստանի Հանրապետությունը այս process-ի մեջ դերակատարում չի ունեցել։ Մենք ինչ կապ ունենք այդ Boeing-ի հետ արա։ Նենց են ասում որ Պապիկյանը իր Պապիկի տնից է բերել այդ Boeing-ը։ Նայելի ինչ անենք որ ասենք Հայաստանում է գրանցված այդ Boeing-ը։ Կրակն ենք ընկել որ ավելի շատ հմայի չկան կոմպետենտ քաղաքավիացիայի նախագահ ունենք։ Հառամելիս են շարանել Հայաստանին։ Մնացեք մեզ հետ, բայց թե Boeing-ը մի կապեք մեր հետ։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեոբոցը։ Դու հաղթել կունենանք մենք նոր Հայաստան, դու մեր հարգաժան պարոն Փաշինյան, ուզում եմ մեր կողքին լինես միշտ դու այն մեկն ես ով իրոք արժանի է, ով ժողովրդի երազած վարչապետն է, բոլորս հիացած ենք քեզանով, մենք դուխով ենք Նիկոլ Քեժանովը վարտանում ենք։ Եվ այսպես Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության փոխնախարարը ոնց է զբաղվել։ 5 վայրկյան մարդը մի բան ասում ասում 5 վայրկյան հետո ասում են որ դու գործից ազատված ես։ Ես դա չեմ ասում, ես ասում ոնց կարալ տենց լինել, որ մենք դա չդառնայինք։ Եվ իմ հույսը կոբրա է։ Իմ չեմ փաշի երկրում, ես չեմ հասցնում ռեպրեսիաների հետևից։ Վաղարշակ Հակոբյանից ես 10 ժամ խոսում։ Ну ես էլ եմ իրենց խոսացել երկանում, դե նենց որ քիթ։ Scarlet billows start to spread. Fancy gloves though, where's all of my kid the baby? So there's never a tracer at my boot that I've been